Գիտեք այն պահը, երբ կյանքը ձեզ պատի տակ է գցում, կարծում եք, թե այլս ելք չկա։ Հենց այդ պահին բախվեցին երկու լիովին տարբեր աշխարհներ։ Լիալիր լռությունների ճշմարտությամբ լի հպումների մեջ սառած սիրտը սկսեց հալվել։ Դուք կհուզվեք այս պատմությունից, որովհետև գուցե, պարզապես գուցե, սերն իսկապես բուժում է ամեն ինչ։ Հուսով եմ, կհավանեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Մի մոռացեք ինձ ասել, թե որտեղից եք դիտում։ Երան քաղաքն արթնանում էր իր բնորոշ աղմուկով, շչակների, շտապ քայլերի մայթերին խառնվող ձայների այդ քաղաքային սիմֆոնիայով։ Էրեբունի թաղամասում, առանց վերելակի շենքի երրորդ հարկի փոքրիկ բնակարանում, Մարիամ Սարգսյանը վերջացրեց իր մազերը գործնական հանգույց անելը։ 26 տարեկան, հոգնած, բայց վճռական շագանակագույն աչքեր։ Նա նայեց խոհանոցի պատի ժամացույցին։ Առավոտյան 6:15 էր։ Եվս մեկ օր։ Մարիամը նորավարտ ֆիզիոթերապևտ էր, որի ավարտական կրթությունը տարիների զոհաբերություն էր արժեցել։ Անքուն գիշերներ, սովորելով դեղատանը կրկնակի հերթափոխերից հետո, ամբողջ հանգստյան օրեր, անատոմիայի գրքերի վրա խոնարհված, մինչ կողքի սենյակում մոր հազը լսելով։ Ավարտել էր ընդամենը 8 ամիս առաջ, բայց դա հավերժություն էր թվում։ 8 ամիս, փորձելով հաստատվել մասնագիտության մեջ, ընդունելով հերթապահություններ գերբեռնված պետական հիվանդանոցներում, սպասարկելով էժան կլինիկաներում, որտեղ վճարումը միշտ ուշացումով էր գալիս։ Նա վերցրեց իր մաշված պայուսակը, ստուգեց, թե արդյոք խորհրդի անդամատոմսը ներսում է, դուրս եկավ։ Շտապ իջավ աստիճաններով, բարեց պարոն Վարդանին, դռնապանին, ով միշտ արածակից առաջ էր գալիս, ուղղվեց ավտոբուսի կանգառ։ Ճանապարհը մինչ Երանի հյուսիսային շրջանի քաղաքային հիվանդանոց տում էր 1 ժամ 20 րոպե։ Բավական ժամանակ, մտովի վերանայելու օրվա հիվանդների ցուցակը, մտածելու ամսվա վերջին վճարվող հաշիվների մասին, հարցնելու ինքն իրեն, թե երբ ամեն ինչ ավելի հեշտ կդառնա։ Բայց Մարիամը բողոքողներից չէր։ Նա մեծացել էր, տեսնելով իր մորը Սիրանուշին, որը 3 տարբեր տներում հավաքարար էր աշխատում, տուն վերադառնալով ճաքճքած ձեռքերով, ցավող ծնկներով, միշտ հոգնած ժպիտով դեմքին։ Նա երբեք չէր ճանաչել հորը։ Նա հեռացել էր, երբ Մարիամը 2 տարեկան էր, թողնելով միայն մեկ խունացած լուսանկար Սարգսյան ազգանունը։ Սիրանուշը երբեք վատ չէր խոսել նրա մասին, բայց նա երբեք չէր թաքցրել ճշմարտությունը։ Նրանք մենակ էին աշխարհում, միայն մեկը մյուսին ունեին։ Հենց Սիրանուշն էր Մարիամին սովորեցրել, որ կնոջ ուժը նրանում չէ, որ սպասի, թե ինչ-որ մեկը կփրկի իրեն, այլ նրանում, որ ամեն օր ինքն իրեն փրկի։ Հենց Սիրանուշն էր աշխատել մինչ վերջին շունչը, վճարելու դստեր համալսարանի վարձը, նույնիսկ երբ բժիշկներն ասում էին, որ նա պետք է հանգստանա, որ թոքերը չէին դիմանա այդ ռիթմին։ Հենց Սիրանուշն էր բռնել Մարիամի ձեռքը ավարտական օրը խզվող ձայնով ասել, որ դա արժեր։ Այժմ Սիրանուշը տանն էր, հաշմանդամության պատճառով թոշակի անցած, պայքարելով շնչառական հիվանդության դեմ, որը դեղերը վերահսկում էին, բայց չէին բուժում։ Եվ Մարիամն աշխատում էր երկուսին պահելու, թանկ դեղերը վճարելու, վարձակալած բնակարանը պահպանելու, մոր արժանապատվությունը ապահովելու համար։ Բջջային հեռախոսը զանգահարեց, մինչ Մարիամը սպասում էր ավտոբուսին։ Դա Ջուլիան էր, իր լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից, որն այժմ աշխատում էր Երանի հարավային շրջանի մասնավոր կլինիկայում։ Ջու, բարի առավոտ, ասաց Մարիամը։ Մարի, պետք է սա լսես, Ջուլիայի ձայնը ուրախ էր։ Հիշում ես, որ քեզ ասել էի այն գործակալության մասին, որը կապում է առողջապահության մասնագետներին մասնավոր հիվանդների հետ։ Հիշում եմ։ Նրանք ինձ 3 զանգահարեցին։ Կա մի դեպք, մի հիվանդ, ով ինտենսիվ ֆիզիոթերապիայի կարիք ունի տանը։ Վթարից հետո, շարժողական վերականգնում։ Տղան դժվար է, արդեն 3 ֆիզիոթերապևտի ազատել է։ Բայց վճարումը, Մարի, վճարումը 5 անգամ ավելի է, քան դու ստանում ես հիվանդանոցում։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ 5 անգամ։ Ինչու դու չես ընդունում։ Որովհետև ես չեմ դիմանում ամբարտավան մարդկանց, Ջուլիան ծիծաղեց։ Բայց դու համբերություն ունես։ Եվ քեզ պետք է այդ գումարը։ Ես արդեն քո կոնտակտը տվել եմ նրանց։ Նրանք քեզ այսօր կզանգեն։ Ջու, ես չգիտեմ, Մարի, լսիր։ Այս աշխատանքը կարող է փոխել քո կյանքը։ Կարող է ամիսներով վճարել մորթ դեղերի համար։ Կարող է քեզ ժամանակ տալ շնչելու համար։ Պարզապես մտածիր դրա մասին։
Մարիամը շնորհակալություն հայտնեց անջատեց։ Ավտոբուսը լիքն էր։ Նա մտավ, բռնեց երկաթյա ձողից թույլ տվեց, որ հույսը սրտում աճի։ 5 անգամ ավելի շատ աշխատավարձ։ Դա նշանակում էր անվտանգություն։ Դա նշանակում էր արժանապատվություն։ Դա նշանակում էր, որ նա ստիպված չէր լինի ընտրել սնունդ գնելու կամ դեղեր գնելու միջ։ Հեռախոսը նորից զանգահարեց առավոտյան 10-ին, մինչ Մարիամը սպասարկում էր 70-ամյա մի տղամարդու, ով կաթված էր տարել։ Անհայտ համար էր։ Ալո։ Բարի առավոտ։ Խոսում եմ Մարիամ Սարգսյանի հետ։ Այո, ես եմ։ Իմ անունը Դիանա է, ես առողջություն տանը գործակալության համակարգողն եմ։ Մենք ստացել ենք ձեր առաջարկը մասնավոր աշխատանքի համար։ Դուք այսօր կեսօրին հարցազրույցի համար հասանելիություն ունեք։ Մարիամը կուլ տվեց։ Այո, ունեմ։ Շատ լավ։ Հասցեն է Հյուսիսային պողոտա, 2800 համարը։ Վերնահարկ։ Ժամը 15-ին։ Ես կլինեմ այնտեղ։ Մարիամը վերջացրեց հերթապահությունը ժամը 13-ին, վազեց տուն, լողացավ, հագավ իր ամենապաշտոնական հագուստը, ստաբատ պարզ սպիտակ բլուզ, մետրոյով գնաց Հյուսիսային պողոտա կայարան։ Երբ դուրս եկավ կայարանից, տեսավ շենքը, գրեթե կորցրեց իր քաջությունը։ Դա հայելապատ, վեհաշուկ երկնաքեր էր, մարմարյա դռնապանատնով համազգեստավոր դռնապաններով։ Մարիամը երբեք նման տեղ չէր մտել։ Նա ցույց տվեց փաստաթուղթը ընդունարանում, ուղղորդվեց մասնավոր վերելակին, բարձրացավ վերջին հարկ։ Վերնահարկի դուռը բացեց միջին տարիքի մի կին, էլեգանտ, մազերը անթերի հանգույց արված։ Մարիամ Սարգսյանը։ Այո։ Մտեք։ Ես Դիանան եմ։ Բնակարանն ավելի մեծ էր, քան Մարիամը երբե եղել էր։ Բաց գույնի փայտե հատակ, հատակից առաստաղ լուսամուտներ, դեպի քաղաքի տեսարանով, մինիմալիստական թանկարժեք կահույք։ Դիանան նրան առաջնորդեց հյուրասենյակ, ժեստով նշեց, որ նստի։ Ես ուղղակիորեն կխոսեմ, ասաց Դիանան։ Հիվանդը Գաբրիել Ավետիսյանն է։ 34 տարեկան։ Ձեռնարկատեր։ 3 ամիս առաջ ավտովթարի է ենթարկվել։ Բաց կոտրվածք աջ ոտքին, վնասվածք ձախ ուսին։ 2 վիրահատություն է տարել։ Այժմ ինտենսիվ ֆիզիոթերապիայի կարիք ունի, լիարժեք շարժունակությունը վերականգնելու համար։ Մարիամը ուշադիր լսում էր, մտովի նշելով յուրաքանչյուր մանրուք։ Պարոն Ավետիսյանը, այսպես ասած, պահանջկոտ է։ Նա ազատել է վերջին 3 մասնագետներին։ Մեկին 5 րոպե ուշանալու համար։ Մյուսին անպատշաճ համարվող հարց տալու համար։ Երրորդին, մեջբերում եմ, չէր դիմանում նրա շնչելու ձին։ Մարիամը թարթեց աչքերը։ Նա ազատել է ինչ-որ մեկին շնչառության պատճառով։ Հենց այդպես։ Այդ իսկ պատճառով, պետք է հասկանաք։ Այս աշխատանքը պահանջում է չափազանց պրոֆեսիոնալիզմ, անսահման համբերություն, ունակություն, շփվելու մի մարդու հետ, ով չի ընդունում թուլություն, նույնիսկ իր սեփականը։ Եթե ընդունեք, պատասխանատու կլինեք ամենօրյա սպասարկման համար, օրական 2 ժամ, շաբաթը 7 օր։ Վճարումը կկատարվի շաբաթական կանխիկ։ Դիանան նշեց գումարը։ Մարիամը ստիպված էր իրեն զսպել, որպեսզի ցնցումը չցույց տա։ Դա հենց այն էր, ինչ ասել էր Ջուլիան։ 5 անգամ ավելի շատ։ Ես ընդունում եմ, Մարիամն ասաց ամուր։ Շատ լավ։ Դուք սկսում եք վաղը։ Առավոտյան 8-ին։ Դիանան վեր կացավ, ցույց տալով, որ հանդիպումն ավարտվել է։ Մարիամը նույնպես վեր կացավ, բայց նախքան դուրս գալը, պետք է հարցներ։ Կարող եմ իմանալ, թե ինչ է պատահել նրա հետ։ Վթարը։ Դիանան տատանվեց, ապա հոգոց հանեց։ Նա վերադառնում էր գործնական հանդիպումից։ Գիշեր էր, անձրում էր։ Մի բեռնատար մեքենա կորցրեց կառավարումը Իսակովի պողոտայում։ Ճակատային բախում։ Գաբրիելը 40 րոպե մնացել էր մետաղական կոնստրուկցիաների մեջ։ Ասում էին, որ նա չի գոռացել, չի լացել։ Պարզապես սպասել է։ Երբ նրան դուրս հանեցին այնտեղից, բժիշկներն ասացին, որ հրաշք է, որ նա ողջ է։ Բայց Գաբրիելի համար, կարծում եմ, դա անեծք էր։ Ինչո՞վ։ Որովհետև Գաբրիել Ավետիսյանը միշտ վերահսկել է իր կյանքում ամեն ինչ։ Եվ առաջին անգամ նա չի վերահսկում իր սեփական մարմինը։
Մարիամը դուրս եկավ վերնահարկից, գլուխը լի հարցերով։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու ինչ-որ մեկը, ով այդքան գումար, այդքան ուժ ուներ, այդքան դառնացած էր թվում։ Նա մետրոյով վերադարձավ, հաց կաթ գնեց անկյունի փոքրիկ խանութից շենքի աստիճաններով բարձրացավ, մտածելով, թե ինչպես պատմի մորը։ Սիրանուշը նստած էր հյուրասենյակի բազկաթոռին, հին հեռուստացույցով սերիալ դիտելով։ Երբ տեսավ դստերը, ժպտաց. Ինչպես անցավ օրը, աղջիկս։ Մարիամը նստեց բազկաթոռի թքին, բռնեց մոր ձեռքը։ Մայրիկ, ես նոր աշխատանք գտա։ Մասնավոր աշխատանք։ Լավ կվաստակեմ։ Շատ լավ։ Սիրանուշի աչքերը լցվեցին արցունքներով։ Իմ աղջիկ։ Ես միշտ գիտեի, որ դու հեռու կգնաս։ Այդ գիշեր Մարիամը հազիվ քնեց։ Մտածում էր դժվար հիվանդի, շքեղ բնակարանի, այն գումարի մասին, որը կփոխեր նրանց կյանքը։ Մտածում էր նա Դիանայի նախազգուշացման մասին։ Գաբրիել Ավետիսյանը չէր ընդունում թուլություն։ Նույնիսկ իր սեփականը։ Եվ Մարիամը, ով կրում էր իր սեփական սպիները, ով պատեր էր կառուցել սրտի շուրջ, երբեք ոչ մեկից կախված չլինելու համար, ով երբեք թույլ չէր տվել, որ մի տղամարդ իսկապես մոտենա իրեն, մտածում էր, թե արդյոք պատրաստ էր դիմակայել ինչ-որ մեկին, ով նույնքան կոտրված էր թվում, որքան ինքը։ Հաջորդ առավոտ Մարիամն արթնացավ զարթուցիչից առաջ։ Լողացավ, հագավ ֆիզիոթերապևտի սպիտակ համազգեստը, հավաքեց պայուսակը սարքավորումներով, տնից դուրս եկավ 6:30-ին։ Հյուսիսային պողոտայի շենք հասավ 7:45-ին։ Սպասեց ընդունարանում մինչ ուղիղ 8-ը, ապա բարձրացավ։ Դիանան նրան դռան մոտ դիմավորեց։ Նա ֆիզիոթերապիայի սենյակում է։ Երրորդ սենյակը աջ կողմում։ Հաջողություն։ Մարիամը քայլեց միջանցքով, սիրտը ուժեղ բաբախելով։ Կանգնեց դռան դիմաց, խորը շունչ քաշեց, թակեց։ Ներս եկեք, ասաց մի տղամարդու ձայն, խորը սառը։ Մարիամը բացեց դուռը, ներս մտավ։ Սենյակը լայն էր, հագեցած վազքուղիներով, ծանրաձողերով, պիլատեսի գնդակներով, վերականգնողական սարքերով, որոնք ավելի թանկ էին, քան նա մեկ տարում էր վաստակում։ Եվ կենտրոնում, հաշմանդամի սայլակին նստած, Գաբրիել Ավետիսյանն էր։ Նա բարձրահասակ էր, նույնիսկ նստած վիճակում հնարավոր էր նկատել։ Լայն ուսեր, թեթակի անփույթ սմազեր, անսափրված մորուք։ Հագած էր մոխրագույն շապիկ, սպորտային տաբատ։ Բայց այն, ինչ Մարիամն առաջինը նկատեց, աչքերն էին։ Կապույտ, ինտենսիվ, լիովին զուրկ որե հույզից։ Դուք նոր ֆիզիոթերապևտն եք, նա ասաց։ Դա հարց չէր։ Այո։ Իմ անունը Մարիամ Սարգսյան է։ Ինձ չի հետաքրքրում ձեր անունը։ Ինձ հետաքրքրում է, թե արդյոք դուք գիտեք ձեր աշխատանքը կատարել։ Մարիամը զգաց բառերի սառնությունը, բայց թույլ չտվեց, որ դա երա։ Ես գիտեմ իմ աշխատանքը կատարել։ Կտեսնենք։ Գաբրիելը շարժվեց սայլակում, տեղադրվելով բժշկական մահճակալի կողքին։ Մարիամը մոտեցավ, պայուսակը դրեց գետնին, սկսեց գնահատել։ Նա դիտարկեց նրա կեցվածքը, աջ ոտքի ատրոֆիացված մկանները, ձախ ուսի շարժման սահմանափակումը։ Պետք է, որ պարոնը պառկի մահճակալին, նա ասաց, պահպանելով պրոֆեսիոնալ տոնը։ Գաբրիելը երկար նայեց նրան, ասես փորձարկելով։ Ապա, դժվարությամբ, բարձրացավ սայլակից, պառկեց։ Մարիամը նկատեց նրա մարմնի լարվածությունը, այն ցավը, որը նա հրաժարվում էր ցույց տալուց։ Նա սկսեց աշխատանքը։ Նուրբ, ճշգրիտ շարժումներ, ստուգելով շարժման ամպլիտուդը, սեղմելով լարվածության կետերը։ Գաբրիելը ոչինչ չասաց, բայց Մարիամը կարող էր զգալ, թե ինչպես է նրա մարմինը արձագանքում, մկանները կծկվում, շնչառությունը կարճանում։ Ցավում է, նա հարցրեց։ Ոչ։ Սուտ էր։ Մարիամը կարող էր ցավը ճանաչել։ Բայց նա չհամառեց։ Նրանք աշխատեցին լռության մեջ գրեթե 2 ժամ։ Մարիամը կենտրոնացած, պրոֆեսիոնալ, անտեսելով նրա հայացքի ծանրությունը իր վրա։ Երբ վերջացրեց, Գաբրիելը վերադարձավ սայլակին, առանց մի բառ ասելու։ Վաղը կվերադառնամ, նույն ժամին, Մարիամն ասաց, հավաքելով սարքավորումները։ Եթե նախքան այդ քեզ չազատեմ։ Մարիամը կանգ առավ, նայեց նրան։ Պարոնը ինձ կազատի։ Գաբրիելը խաչացեց ձեռքերը, այդ կապույտ աչքերը ուսումնասիրում էին նրա դեմքի յուրաքանչյուր մանրուքը։ Դեռ չեմ որոշել։
Մարիամը գլխով արեց դուրս եկավ սենյակից։ Հաջորդ օրերին կրկնվեց առօրյան։ Մարիամը գալիս էր ժամանակին, աշխատում էր լռության մեջ գնում էր։ Գաբրիելը շարունակում էր սառը, հեռու մնալ, երբեք չէր շնորհակալություն հայտնում, երբեք չէր բողոքում։ Բայց ինչ-որ բան փոխվում էր։ Մարիամը սկսեց նկատել փոքրիկ բաներ։ Այն, թե ինչպես էր նա դիտում, երբ Մարիամը պատրաստում էր վարժությունները։ Ծնոտի լարվածությունը, երբ Մարիամը դիպչում էր զգայուն կետերին։ Այն, թե ինչպես էր նա խուսափում ուղիղ նայել նրան, երբ Մարիամը չափազանց մոտ էր։ Եվ Մարիամը, ով սովորել էր պաշտպանել իրեն, ով էմոցիոնալ պատնեշներ էր կառուցել, որպեսզի երբեք չվիրավորվի, սկսեց զգալ մի բան, որին չէր սպասում։ Հետաքրքրություն։ Ինչ կար այդ սառնության ետում։ Ինչու մի տղամարդ, ով ուներ ամեն ինչ, այդքան դատարկ էր թվում։ Այդ առաջին շաբաթվա ուրբաթ օրը, մինչ Մարիամը աշխատում էր նրա ուսի շարժունակության վրա, Գաբրիելը վերջապես խոսեց։ Ինչու ես դա անում։ Մարիամը դադարեց։ Ինչ անում։ Աշխատում ես ինձ հետ։ Ես գիտեմ, որ անտանելի եմ։ Բոլորը գիտեն։ Դա իմ աշխատանքն է։ Միայն դա չէ։ Մարիամը տատանվեց։ Ապա որոշեց անկեղծ լինել։ Ինձ գումար է պետք։ Մայրս հիվանդ է։ Տեղերը թանկ են։ Գաբրիելը լռեց։ Երկար լռությունից հետո ասաց. Գոնե անկեղծ ես։ Եվ Մարիամն առաջին անգամ տեսավ նրա աչքերում մի բան, որը սառնություն չէր։ Դա հարգանքի նման մի բան էր։ Երբ նա այդ օրը դուրս եկավ, Դիանան նրան էր սպասում սենյակում։ Ինչպե՞ս է։ Անցնում, նա հարցրեց։ Դժվար է։ Բայց հաղթահարում եմ։ Դիանան ժպտաց։ Նա դեռ քեզ չի ազատել։ Դա լավ նշան է։ Իրականում, դա գրեթե հրաշք է։ Մարիամը այդ գիշեր տուն վերադարձավ, մտածելով դժվար հիվանդի, կոտրված մարդու մասին, ով ցավը թաքցնում էր ամբարտավանության հետում։ Մտածում էր կապույտ աչքերի մասին, որոնք կարծես ցանկանում էին քանդել նրա յուրաքանչյուր պաշտպանական պատը։ Եվ առաջին անգամ երկար ժամանակ հետո Մարիամը հայտնաբերեց, որ մտածում է մեկ ուրիշի մասին, բացի մորից, բացի հաշիվներից, բացի գոյատումից։ Բայց նա չգիտեր, դեռ չէր կարող իմանալ, որ Գաբրիելը նույնպես մտածում էր նրա մասին։ Որ առաջին անգամ վթարից հետո, երբ կորցրել էր իր մարմնի վերահսկողությունը, նա զգում էր մի բան տարբեր մշտական զայրույթից։ Նա հետաքրքրություն էր զգում։ Նա ցանկանում էր հասկանալ, թե ով էր այն կինը, հոգնած աչքերով ամուր ձեռքերով, ով չէր վախենում իրենից, ով իր վնասված մարմնին այնպիսի նրբանկատությամբ էր վերաբերվում, որին նա արժանի չէր։ Գաբրիել Ավետիսյանը, այն մարդը, ով երբեք թույլ չէր տվել, որ որևէ մեկը իսկապես մոտենա իրեն, ով վաղ տարիքից սովորել էր լռեցնել զգացմունքները, ով կանանց վերաբերվում էր որպես ժամանակավոր պայմանագրերի, սկսում էր զգալ մի բան, որը չէր հասկանում։ Եվ դա նրան ավելի էր վախեցնում, քան ցանկացած վթար, քան ցանկացած ֆիզիկական ցավ։ Որովհետև Գաբրիելը գիտեր, որ եթե շարունակի թույլ տալ, որ Մարիամը մտնի իր աշխարհ, նա այլևս չէր կարողանա նրան հեռու պահել։ Եվ Մարիամը, ով երդվել էր երբեք ոչ մեկից կախված չլինել, ով տարիներ շարունակ սիրտը փակ էր պահել, սկսում էր հասկանալ, որ այդ աշխատանքը միայն մարմինը բուժելու մասին չէր լինելու։ Դա լինելու էր երկու կոտրված հոգիներ բուժելու մասին, որոնք, առանց իմանալու, պատրաստվում էին հանդիպել քաոսի մեջտեղում։ Ասեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես կավարտվի այն։ Հաջորդ շաբաթները Մարիամի համար բերեցին մի առօրյա, որը նա երբեք չէր պատկերացրել։ Ամեն օր, առանց բացառության, նա հատում էր Երան քաղաքը, Էրեբունից մինչ հյուսիսային պողոտա, իր պայուսակը սարքավորումներով անսասան վճռականությամբ։ Շաբաթական ստացվող գումարն արդեն փոփոխություն էր մտցրել իր Սիրանուշի կյանքում։ Դեղերը գնվում էին առանց ուշացումների, սառնարանն ավելի լիքն էր, առաջին անգամ տարիներ շարունակ Մարիամը կարողացել էր մի փոքր խնայել։ Բայց միայն գումարը չէր փոխվում։ Դա ավելի խորը, ավելի անհանգստացնող մի բան էր։ Գաբրիելը շարունակում էր հեռու մնալ, սառը իր խոսքերում, բայց կային պահեր, փոքրիկ պահեր, երբ Մարիամը տեսնում էր ճաքեր այն զրահի վրա, որը նա կառուցել էր իր շուրջը։ Մի անգամ, երբ նա աշխատում էր նրա ուսի լարված մկանների վրա, Գաբրիելը փակեց աչքերը այնքան խորը հոգոց հանեց, որ Մարիամը հասկացավ, թե որքան էր նա զսպում։ Դա միայն ֆիզիկական ցավ չէր։ Դա մի բան էր, որ ցավում էր հոգում։ Պարտադիր չէ ձացնել, թե չի ցավում, Մարիամը մեղմորեն ասաց։
Ես ոչինչ չեմ ձացնում։ Բոլորն են ձացնում, Գաբրիել։ Նույնիսկ դու։ Նա բացեց աչքերը նայեց նրան։ Մի պահ Մարիամը մտածեց, որ նա կպայթի, կուղարկի իրեն, կանի այն, ինչ արել էր մյուս ֆիզիոթերապևտների հետ։ Բայց փոխարենը, նա հարցրեց. Իսկ դու։ Ինչ ես դու ձացնում։ Մարիամը շեղեց հայացքը, կենտրոնանալով իր ձեռքերի շարժումների վրա նրա ուսին։ Ձացնում եմ, թե ամեն ինչ լավ է։ Որ չեմ վախենում։ Որ բավականաչափ ուժեղ եմ ամեն ինչ ինքնուրույն դիմանալու համար։ Եվ այդպես չէ։ Չգիտեմ։ Միգուցե երբեք էլ չիմանամ։ Հաջորդած լռությունը անհարմար չէր։ Այն լի էր նոր բանով, մի բանով, որը վախեցնում էր Մարիամին։ Դա ճանաչում էր։ Երկու մարդ, ովքեր ամբողջ կյանքը ձացրել էին, վերջապես ճշմարտությունն էին խոստովանում մեկը մյուսին։ Երբ Մարիամը այդ օրը դուրս եկավ, Գաբրիելը երկար նայեց փակ դռանը։ Նա չէր կարող բացատրել, բայց այդ կնոջ մեջ ինչ-որ բան զինաթափում էր իրեն։ Դա կարեկցանք չէր, ոչ էլ մակերեսային հիացմունք։ Դա ավելի խորը բան էր։ Կարծես նա տեսնում էր իր միջով, ամբողջ գումարի, իշխանության, ամբարտավանության միջով, տեսնում էր այն կոտրված մարդուն, որին նա թաքցնում էր։ Եվ առաջին անգամ կյանքում Գաբրիելը չէր ցանկանում թաքնվել։ Դա շաբաթ օր էր, աշխատանքի սկսվելուց մեկ ամիս անց, որ ամեն ինչ փոխվեց։ Մարիամը եկավ ինչպես միշտ, բայց այս անգամ Գաբրիելին գտավ վերնահարկի պատշգամբում նստած, ներքի քաղաքին նայելիս։ Նա ֆիզիոթերապիայի սենյակում չէր։ Նա պարզապես այնտեղ էր, առանց հաշմանդամի սայլակի, հենակ օգտագործելով։ Նա դանդաղ մոտեցավ։ Դուք դուրս եկաք աթոռից։ Գաբրիելը շրջեց գլուխը, Մարիամը նրա աչքերում այլ բան տեսավ։ Դա սառնություն չէր։ Դա երախտագիտություն էր։ Երեք կարողացա 3 քայլ անել։ Միայնակ։ Մարիամը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա դեմքը։ Դա զարմանալի է, Գաբրիել։ Նա երկար նայեց նրան, ապա նորից քաղաքին։ Նստիր այստեղ։ Մարիամը տատանվեց, բայց նստեց նրա կողքին։ Տեսարանը շնչառություն էր կտրում։ Երանը տարածվում էր այնքան, որքան աչք էր տեսնում, շենքերի, փողոցների, միաժամանակ տեղի ունեցող կյանքերի ծով։ Ես մեծացել եմ նայելով այս քաղաքին, Գաբրիելն ասաց, ձայնն ավելի մեղմ, քան Մարիամը երբեք լսել էր։ Մայրս միշտ ասում էր, որ մի օր այս ամենը իմը կլինի։ Որ ես պետք է ուժեղ լինեմ, անողոք, որովհետև աշխարհը չի ներում թուլությունը։ Եվ դու հավատացիր։ Հավատացի։ Ամբողջ կյանքս հավատացի։ Ես կայսրություն կառուցեցի, միլիոնավոր գործարքներ կնքեցի, դարձա հենց այն, ինչ նա էր ուզում։ Եվ գիտես, թե դրանով ինչ շահեցի։ Ինչ։ Միայնություն։ Մի խորը միայնություն, որի ելքը ոչ մի գումար չի կարող գնել։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Նա ճանաչում էր այդ միայնությունը։ Դա նույնն էր, ինչ նա զգում էր, երբ ուշ գիշերով տուն էր վերադառնում, երբ նայում էր դատարկ բնակարանին մտածում, թե արդյոք միշտ այդպես կլինի։ Ինչու ես ինձ սա պատմում, նա հարցրեց։ Գաբրիելը նայեց նրան, Մարիամը խոցելիություն տեսավ այդ կապույտ աչքերում։ Որովհետև դու տարիներ շարունակ առաջին մարդն ես, ով ինձնից ոչինչ չի ուզում, բացի իր աշխատանքը կատարելուց։ Դու ինձ չես վերաբերվում որպես պայմանագրի, կամ հնարավորության, կամ աստիճանի։ Դու ինձ վերաբերվում ես որպես մարդու։ Որովհետև դու հենց դա ես, Գաբրիել։ Մի մարդ, ով տառապում է։ Նա շեղեց հայացքը, բայց Մարիամը տեսավ, թե ինչպես է հույզը անցնում նրա դեմքով։ Այդ օրը ֆիզիոթերապիայի սեանսը տարբեր էր։ Օդում թեթություն կար, մի կապ, որը գերազանցում էր պրոֆեսիոնալին։ Երբ Մարիամը աշխատում էր նրա մկանների վրա, Գաբրիելն այլս չէր լարվում։ Նա վստահում էր։ Եվ երբ Մարիամի ձեռքերը դիպչում էին նրա մաշկին, ինչ-որ բան էր տեղի ունենում։ Էլեկտրական հոսանք, մի կայծ, որը ոչ ոք չգիտեր, թե ինչպես հանգցնել։ Մարիամը այդ սեանսից դուրս եկավ շփոթված, սիրտը ավելի արագ բաբախելով, քան պետք է։ Նա չէր կարող, չպետք է զգար դա։ Դա անբարոյական էր։ Դա վտանգավոր էր։ Դա այն ամենն էր, ինչից նա երդվել էր խուսափել։ Բայց զգացմունքները թույլտվություն չեն խնդրում։ Այդ գիշեր, տանը, Ծիրանուշը նկատեց, որ դուստրը տարբեր է։ Ինչ է պատահել, աղջիկս։ Մարիամը նստած էր։
Խոհանոցում անտարբերորեն խառնելով սուրճը։ Մայրիկ, երբ ես զգացել ես հրապուրանք մեկի նկատմամբ, ում նկատմամբ չպետք է զգայիր։ Սիրանուշը ժպտաց, այն իմաստուն ժպիտով, ով բավականաչափ ապրել է հասկանալու համար։ Մենք խոսում ենք քո հիվանդի մասին։ Մարիամը կարմրեց։ Դա սխալ է, մայրիկ։ Նա իմ հիվանդն է։ Ես չեմ կարող բաները խառնել։ Սիրտը չի հոգում, թե ինչն է ճիշտ կամ սխալ, Սիրանուշն ասաց։ Բայց դու պետք է ինքդ քեզ հարցնես։ Այն, ինչ դու զգում ես, իրական է, թե պարզապես միայնությունն է ընկերություն փնտրում։ Մարիամը լռեց։ Նա պատասխանը չգիտեր։ Գաբրիելը նույնպես պայքարում էր իր սեփական դերի հետ։ Այդ գիշեր, մենակ վերնահարկում, նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց միակ մարդուն, ում դեռ վստահում էր, Ռաֆայելին, իր լավագույն ընկերոջը դեռ դեռահասության տարիներից։ Ասա, Գաբրիել, Ռաֆայելը պատասխանեց։ Պետք է խոսեմ քեզ հետ։ Ժամը քանիսին։ Հիմա։ Ռաֆայելը կես ժամ անց հասավ։ Գաբրիելին գտավ պատշգամբում, սեղանին կես շիշ վիսկի։ Ինչ է պատահել։ Կարծում եմ, խելագարվում եմ։ Ռաֆայելը նստեց, վերցրեց բաժակը, լցրեց իրեն։ Բացատրիր։ Մի կին կա։ Ռաֆայելը բարձրացրեց հոնքերը։ Գաբրիել Ավետիսյանը հետաքրքրված է մի կնոջով։ Սա նորություն է։ Այդպես չէ։ Նա իմ ֆիզիոթերապևտն է։ Եվ ինչ։ Եվ ես չեմ կարող դադարել մտածել նրա մասին։ Այն մասին, թե ինչպես է նա խոսում, ինչպես է նա նայում ինձ առանց վախի, առանց կարեկցանքի։ Այն մասին, թե ինչպես է նա վերաբերվում ինձ, կարծես ես պարզապես մի մարդ լինեմ, ոչ թե ձեռնարկատեր, ոչ թե ժառանգ, ոչ թե հաշմանդամ։ Պարզապես մի մարդ։ Եվ դա քեզ վախեցնում է։ Ինձ սարսափեցնում է։ Ռաֆայելը մի կում վիսկի խմեց, մտածկոտ։ Գիտես, թե ինչ եմ կարծում։ Կարծում եմ, որ դու վերջապես գտել ես մեկին, ով չի տպավորվում քո փողով կամ ազգանունով։ Եվ դա քեզ ստիպում է լինել պարզապես Գաբրիել։ Եվ դու չգիտես, թե ինչպես լինել պարզապես Գաբրիել։ Բառերը Գաբրիելին հարվածեցին ինչպես բռունցք։ Ես չգիտեմ, թե արդյոք բավականաչափ լավն եմ նրա համար։ Ապա պարզիր։ Բայց մի թող, որ այս հնարավորությունը բաց թողնես, Գաբրիել։ Ես քեզ ճանաչում եմ 15 տարի։ Ես երբեք քեզ այսպիսին չեմ տեսել։ Ռաֆայելի հեռանալուց հետո Գաբրիելը ամբողջ գիշեր արթուն մնաց։ Մտածում էր Մարիամի մասին։ Նրա շագանակագույն աչքերի մասին։ Նրա հազվագյուտ ժպիտի մասին, որը լուսավորում էր նրա դեմքը։ Այն լուռ ուժի մասին, որը նա կրում էր։ Եվ առաջին անգամ Գաբրիել Ավետիսյանը, այն մարդը, ով միշտ ամեն ինչ վերահսկում էր, հասկացավ, որ լիովին անվերահսկելի է։ Նա սիրահարվում էր։ Հաջորդ սեանսները նշանավորվեցին աճող լարվածությամբ։ Գաբրիելը սկսեց հարցեր տալ։ Հարցեր Մարիամի կյանքի, նրա մոր, նրա երազանքների մասին։ Եվ Մարիամը, չնայած ամբողջ վախին, պատասխանում էր։ Որովհետև առաջին անգամ ինչ-որ մեկն իսկապես հետաքրքրված էր թվում։ Ոչ թե նրանով, ինչ նա կարող էր առաջարկել, այլ նրանով, թե ով էր նա։ Միշտ ֆիզիոթերապևտ էիր ուզում լինել, Գաբրիելը հարցրեց անձրոտ երեքշաբթի օրը։ Միշտ։ Ես ուզում էի օգնել մարդկանց։ Ուզում էի փոփոխություն մտցնել ինչ-որ մեկի կյանքում։ Եվ անում ես։ Մարիամը զարմացած նայեց նրան։ Անում եմ։ Դու փոփոխություն ես մտցրել իմ կյանքում, Մարիամ։ Այն, թե ինչպես նա ասաց նրա անունը, մեղմ, գրեթե իբր խոստովանություն, ստիպեց Մարիամի սրտին արագ բաբախել։ Գաբրիել, ես պարտադիր չէ ոչինչ ասել։ Ես պարզապես ուզում էի, որ դու իմանայիր։ Բայց Մարիամը ցանկանում էր ասել։ Ցանկանում էր ասել, որ ինքն էլ էր զգում, որ ինքն էլ էր մտածում նրա մասին, երբ պետք է մտածեր վարժությունների, տեխնիկայի, արձանագրությունների մասին։ Որ գիշերը տանը հայտնաբերում էր, որ հիշում է նրա ձայնը, նրա հոտը, այն, թե ինչպես էր նա նայում իրեն։ Բայց նա չասաց։ Որովհետև ասելը կնշանակեր խոստովանել։ Եվ խոստովանելը կնշանակեր ռիսկի դիմել։ Եվ Մարիամը սովորել էր ռիսկի չդիմել։ Դա ուրբաթ օր էր, բուժման սկսվելուց 6 շաբաթ անց, որ անխուսափելին տեղի ունեցավ։ Մարիամը աշխատում էր Գաբրիելի աջ ոտքի մկանների վրա։
Նա պառկած էր մահճակալին, աչքերը փակ, շնչելով վերահսկվող կերպով։ Նրա ձեռքերը սեղմում էին լարվածության կետերը, պրոֆեսիոնալ, տեխնիկական շարժումներ։ Բայց երբ նա մի փոքր բարձրացավ, դիրքը կարգավորելով, նրա ձեռքը սահեց։ Նա կորցրեց հավասարակշռությունը, թեթակի առաջ ընկավ, հանկարծ հենված էր Գաբրիելի կրծքին, դեմքերը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Ժամանակը կանգ առավ։ Մարիամը կարող էր զգալ նրա շնչառությունը իր դեմքին։ Կարող էր տեսնել կապույտ աչքերում փոքրիկ ոսկեգույն բծերը։ Կարող էր զգալ նրա սրտի արագ բաբախյունը, այնքան արագ, որքան իրենը։ Կներեք, նա շշնջաց, բայց չշարժվեց։ Գաբրիելը դանդաղ բարձրացրեց ձեռքը, դիպավ նրա դեմքին։ Մի նուրբ, տատանվող հպում, կարծես վախենում էր կոտրել նրան։ Մի ներողություն խնդրի։ Եվ ապա, առանց մտածելու, առանց հաշվարկելու, առանց հետանքները չափելու, Գաբրիելը Մարիամին ավելի մոտ քաշեց, համբուրեց նրան։ Դա նուրբ, գրեթե ամաչկոտ համբույր էր, լիովին տարբեր այն սառը հեռու տղամարդուց, ում նա միշտ թվում էր։ Դա մի համբույր էր, որն ասում էր այն ամենը, ինչ բառերը չէին կարողանում։ Վախ, ցանկություն, հույս, խոցելիություն։ Մարիամը պետք է կանգներ։ Պետք է հեռանար, վերականգներ պրոֆեսիոնալ հեռավորությունը, պահպաներ պատնեշները։ Բայց նա չկանգնեց։ Որովհետև առաջին անգամ կյանքում Մարիամը թույլ տվեց, որ ինչ-որ մեկը հատի իր պատերը։ Թույլ տվեց, որ ինչ-որ մեկը իսկապես դիպչի իրեն։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով, այն վայրերում, որտեղ նա երբեք ոչ մեկին թույլ չէր տվել մտնել։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Մարիամը հեռացավ, շփոթված, վախեցած։ Ես չեմ կարող, նա ասաց, ձայնը դողալով։ Ես չեմ կարող դա անել, Գաբրիել։ Դուք իմ հիվանդն եք։ Իսկ եթե այլս չլինեմ։ Ինչ։ Իսկ եթե ես քեզ ազատեմ որպես ֆիզիոթերապետ, բայց վարձեմ որպես այլ բան։ Որպես մեկը, ում ես ուզում եմ ճանաչել։ Մեկը, ում հետ ես ուզում եմ լինել։ Մարիամը գլխով արեց։ Դու չես հասկանում։ Ես չեմ կարող ներգրավվել քեզ հետ։ Ես չեմ կարող ոչ մեկից կախված լինել։ Ես ինքս ինձ խոստացել էի, որ երբեք ոչ մեկի կարիքը չեմ ունենա։ Ես նույնպես այդ խոստումը տվել եմ, Մարիամ։ Եվ հիմա այն խախտում եմ։ Քեզ համար։ Արցունքները հոսեցին նրա դեմքով։ Որովհետև Մարիամը գիտեր ճշմարտությունը։ Նա արդեն ներգրավված էր։ Արդեն կախված էր նրանից այնպես, որ վախեցնում էր իրեն։ Ես պետք է գնամ, նա ասաց, վերցնելով պայուսակը։ Մարիամ, սպասիր։ Բայց նա արդեն դուրս էր գալիս, վազելով միջանցքով, իջնելով վերելակով, հատելով նախասրահը, առանց հետ նայելու։ Երբ տուն հասավ, Սիրանուշը նրան լացող գտավ հյուրասենյակում։ Ինչ է պատահել, աղջիկս։ Եվ Մարիամը, առաջին անգամ տարիներ շարունակ, փլվեց։ Ամեն ինչ պատմեց։ Համբույրը, զգացմունքները, վախը։ Սիրանուշը բռնեց դստեր ձեռքերը։ Իմ աղջիկ, դու ամբողջ կյանքդ վախեցել ես մեկից կախված լինելուց, որովհետև տեսել ես, թե ինչ պատահեց ինձ հետ, երբ հայրդ հեռացավ։ Բայց սերը կախվածություն չէ։ Սերը ընտրություն է։ Դա վստահելն է, որ ինչ-որ մեկը կմնա, նույնիսկ երբ դժվար է դառնում։ Իսկ եթե նա չմնա, մայրիկ։ Իսկ եթե ես ինձ տրամադրեմ, նա ինձ թողնի։ Իսկ եթե նա մնա։ Իսկ եթե իրական լինի։ Մարիամը պատասխան չուներ։ Նույն գիշեր Գաբրիելը նույնպես պայքարում էր իր սեփական դերի հետ։ Նա գիտեր, որ եղել էր իմպուլսիվ, որ ամեն ինչ վտանգել էր, համբուրելով նրան։ Բայց չէր զղջում։ Առաջին անգամ կյանքում Գաբրիել Ավետիսյանը մի բան էր արել պարզապես այն պատճառով, որ ցանկանում էր, ոչ թե այն պատճառով, որ դա ռազմավարական էր, կամ շահութաբեր, կամ իրենից սպասվող։ Նա հետել էր իր սրտին։ Եվ հիմա, մենակ վերնահարկում, նայելով լուսավորված քաղաքին, Գաբրիելը գիտեր, որ հետ չէր կարող գնալ։ Նա պետք է պայքարեր նրա համար։ Նույնիսկ եթե նա փախչեր։ Նույնիսկ եթե վախենար։ Նույնիսկ եթե դա իր երբե արած ամենադժվար բանը լիներ։ Որովհետև Մարիամը ոչ միայն ֆիզիոթերապևտն էր, ով բուժել էր նրա մարմինը։ Նա այն կինն էր, ով սկսել էր բուժել նրա հոգին։ Եվ Գաբրիելը չէր թողնի նրան գնալ առանց պայքարելու։ Հաջորդ օրը, շաբաթ, Մարիամը չգնաց վերնահարկ։
Նա Դիանային հաղորդագրություն ուղարկեց, ասելով, որ հիվանդ է, որ մի օրվա կարիք ունի։ Բայց երկուշաբթի օրը նա գիտեր, որ պետք է վերադառնար։ Պետք է դիմակայեր Գաբրիելին, պետք է որոշեր, թե ինչ անել այն զգացմունքների հետ, որոնք այլս չէր կարող անտեսել։ Երբ հասավ վերնահարկ, Դիանան նրան էր սպասում դռան մոտ։ Նա խնդրեց խոսել ձեզ հետ, նա ասաց։ Մարիամը գլխով արեց, սիրտը կոկորդում։ Գաբրիելը նորից պատշգամբում էր, բայց այս անգամ կանգնած, հենակին հենված, քաղաքին նայելիս։ Դու վերադարձար, նա ասաց, առանց շրջվելու։ Ես այստեղ եմ աշխատում։ Նա դանդաղ շրջվեց, նայելով նրան։ Մարիամ, ես չեմ զղջում տեղի ունեցածի համար։ Եվ գիտեմ, որ դու վախենում ես։ Բայց ես պետք է, որ դու մի բան իմանաս։ Ինչ։ Ես երբեք այսպես չեմ զգացել։ Երբեք։ Եվ ես գիտեմ, որ դա ռիսկային է, գիտեմ, որ կարող է սխալ լինել, բայց առաջին անգամ կյանքումս ես ուզում եմ ռիսկի դիմել։ Մարիամը զգաց, որ արցունքները նորից սպառնում են։ Իսկ եթե չստացվի, Գաբրիել։ Իսկ եթե մենք վիրավորենք միմյանց։ Ապա մենք կվիրավորենք միմյանց։ Բայց գոնե կապրենք։ Նրա խոսքերը արձագանքեցին նրա սրտում։ Ապրել։ Երբ էր Մարիամը վերջին անգամ իսկապես ապրել, այլ ոչ թե պարզապես գոյատել։ Նա մեկ քայլ արեց դեպի նա։ Ապա մեկը։ Եվ մեկը։ Եվ երբ վերջապես բավականաչափ մոտ էր դիպչելու համար, նա բռնեց նրա ձեռքը։ Ես էլ եմ վախենում, նա խոստովանեց։ Բայց այլս չեմ ուզում փախչել։ Գաբրիելը քաշեց նրան իր մոտ, գրկելով։ Եվ այնտեղ, Երանի վերնահարկի պատշգամբում, երկու կոտրված հոգիներ սկսեցին բուժվել։ Միասին։ Հաջորդող օրերը երազի պես էին, որից Մարիամը չէր ուզում արթնանալ։ Առաջին անգամ իր կյանքում նա թույլ տվեց, որ ինչ-որ մեկն իսկապես ներս մտնի, ոչ միայն իր ֆիզիկական տարածություն, այլ իր սիրտ, այն գաղտնի վայրերը, որտեղ նա պահում էր իր վախերն ու հույսերը։ Գաբրիելը լիովին փոխվեց։ Սառը հեռու մարդուն փոխարինեց մեկը, ուշադիր, բարի, ով կարծես առաջին անգամ էր հայտնաբերում հույզերը։ Նա հարցնում էր Մարիամի օրվա մասին, անկեղծ ուշադրությամբ լսում էր, երբ նա խոսում էր հիվանդանոցի հիվանդների, մոր դժվարությունների, կյանքն արժանի դարձնող փոքրիկ պահերի մասին։ Ֆիզիոթերապիայի սեանսները շարունակվեցին, բայց հիմա դրանք այլ էին։ Կային ծիծաղներ, խորը զրույցներ, հարմարավետ լռություններ։ Գաբրիելն արագորեն առաջ էր գնում։ 3 շաբաթում արդեն առանց հենակի էր քայլում։ 1 ամսում կարողացավ ինքնուրույն աստիճաններ բարձրանալ։ Ուժը վերադառնում էր նրա մարմնին, բայց դրանից ավելի կարևոր էր, որ ինչ-որ բան էր վերադառնում նրա հոգուն։ Դու փոխվել ես, Ռաֆայելը նկատեց վերնահարկում ճաշի ժամանակ։ Ավելի թեթ։ Ավելի մարդկային։ Գաբրիելը ժպտաց։ Դա նա է։ Ես գիտեմ։ Բոլորը գիտեն։ Դու նայում ես այդ կնոջը, կարծես նա աշխարհի միակ իրական բանը լինի։ Որովհետև նա է։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէին։ Մարիամը զգում էր, որ ճնշումն աճում է։ Երկու աշխարհների միջ տարբերությունն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում։ Երբ Գաբրիելը նրան հրավիրում էր ճաշի շքեղ ռեստորաններում, Մարիամն իրեն անտեղի էր զգում, դիտարկվում մատուցողների, մյուս հաճախորդների կողմից, կարծես նա չէր պատկանում այդ վայրին։ Գաբրիելը նկատում էր անհարմարությունը, փորձում էր մեղմել, բայց իրականությունն անխուսափելի էր։ Նրանք լիովին տարբեր տիեզերքներից էին։ Մի գիշեր, հատկապես անհարմար ճաշից հետո, որտեղ Մարիամը սխալ պատառաքաղ օգտագործեց, նկատեց շրջապատի մարդկանց դատող հայացքները, նա վերջապես թեթացավ։ Գաբրիել, ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ դա անել։ Նրանք մեքենայով վերադառնում էին, քաղաքի լույսերը անցնում էին պատուհաններից։ Ինչ անել։ Սա քո աշխարհը։ Մարդիկ ինձ նայում են, կարծես ես ինքնակոչ լինեմ։ Կարծես ես արժանի չլինեմ քո կողքին լինելուն։ Գաբրիելը կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, շրջվեց դեպի նա։ Մարիամ, ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մարդիկ։ Երբեք չի հետաքրքրել։ Եվ գիտես ինչու։ Որովհետև ամբողջ կյանքս փորձել եմ հաճոյացնել մորս, հասարակությանը, բիզնես աշխարհին։ Եվ դա ինձ ո՞ր հասցրեց։ Դատարկ, անիմաստ կյանքի։ Դու ինձ մի բան տվեցիր, որը փողը երբեք չի գնել։ Դու ինձ ամեն օր արթնանալու պատճառ տվեցիր։
Բայց ես նրանց պես չեմ, Գաբրիել։ Ես չգիտեմ, թե ինչպես վարվել այդ վայրերում, ինչպես խոսել բաժնետոմսերի ներդրումների մասին, ինչպես օգտագործել 15 տարբեր տեսակի դանակ պատառաքաղ։ Եվ դու կարծում ես, որ ինձ դա հետաքրքրում է։ Դու կարծում ես, որ ես ուզում եմ մեկին, ով գիտի 15 տեսակի դանակ պատառաքաղ օգտագործել։ Ես քեզ եմ ուզում։ Այն կնոջը, ով ամեն օր պայքարում է մորը խնամելու համար։ Այն կնոջը, ով իմ հիվանդներին պետական հիվանդանոցում նույն նվիրումով է վերաբերվում, ինչ ինձ։ Իրական կնոջը, ոչ թե մաքրված կեղծ տարբերակին։ Արցունքները հոսեցին Մարիամի դեմքով։ Գաբրիելը սրբեց դրանք իր բութ մատով, ապա համբուրեց նրան քաղցր, խոստումներով լի համբույրով։ Բայց Մարիամի անապահովությունները միակ ստվերները չէին, որոնք կախված էին հարաբերությունների վրա։ Գաբրիելը դեռ մորը չէր պատմել Մարիամի մասին։ Հելենա Ավետիսյանը հզոր կին էր, հայտնի Երանի բոլոր գործարար շրջանակներում։ 15 տարի այրի լինելով նա կայսրություն էր կառուցել Զրոյից ամուսնու մահից հետո Գաբրիելին դաստիարակել էր որպես կատարյալ ժառանգ։ Սառը հաշվենկատ, նա մարդկանց դիտում էր որպես շախմատի տախտակի խաղաքարեր։ Եվ Գաբրիելը հստակ գիտեր, թե ինչ կասեր նա Մարիամի մասին։ Ճշմարտությունը բացահայտվեց անսպասելիորեն։ Դա 5 կեսօր էր։ Մարիամը վերջացրել էր ֆիզիոթերապիայի սեանսը, պատրաստվում էր դուրս գալ, երբ հյուրասենյակից ձայներ լսեց։ Ճանաչեց Գաբրիելի ձայնը, բայց մյուսը անհայտ էր։ Կանացի, հեղինակավոր, սուր ձայն։ Դու չես կարող լուրջ խոսել, Գաբրիել։ Ես լիովին լուրջ եմ, մայրիկ։ Մարիամը սառեց։ Նրա մայրը այնտեղ էր։ Մի ֆիզիոթերապտ։ Մի աղջիկ ծայրամասից։ Դու գիտես, թե ինչ կասեն մարդիկ։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասեն մարդիկ։ Դե, ինձ հետաքրքրում է։ Դու անուն ունես պաշտպանելու, ընկերություն ղեկավարելու, ժառանգություն պատվելու։ Դու չես կարող այս ամենը դեն նետել անցողիկ սիրահարվածության համար։ Դա սիրահարվածություն չէ, մայրիկ։ Ես սիրում եմ նրան։ Մարիամի սիրտը կանգ առավ։ Դա առաջին անգամ էր, որ նա այդ բառերն ասում էր բարձրաձայն։ Դու սիրում ես նրան, Հելենան ծիծաղեց, անհումոր ծիծաղով։ Դու նույնիսկ չգիտես, թե ինչ է սերը, Գաբրիել։ Դու դաստիարակվել ես առաջնորդելու համար, ոչ թե էմոցիոնալ առումով ներգրավվելու մարդկանց հետ, ովքեր ոչինչ չունեն առաջարկելու։ Նա ինձ առաջարկում է այն ամենը, ինչ կարող է։ Մարիամը գիտեր, որ պետք է դուրս գար, չլսեր այդ զրույցը, բայց կաթվածահար էր։ Գաբրիել, ես հստակ կլինեմ։ Այս կինը հարմար չէ քեզ համար։ Նա տարբեր աշխարհից է։ Նա չի հասկանում այն պատասխանատվությունները, որոնք դու կրում ես։ Եթե դու շարունակես սա, կքանդես այն ամենը, ինչ մենք կառուցել ենք։ Ապա թող քանդվի։ Որովհետև առաջին անգամ կյանքումս ես երջանիկ եմ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Երբ Հելենան վերջապես խոսեց, ձայնը սառն էր։ Դու կզղջաս դրա համար, Գաբրիել։ Մարիամը լսեց մոտեցող քայլեր։ Նա վազեց կողքի միջանցք, թաքնվելով, մինչ Գաբրիելի մայրը դուրս գա։ Երբ վերջապես համարձակվեց վերադառնալ, Գաբրիելին գտավ բազմոցին նստած, դեմքը ձեռքերի մեջ։ Ես լսեցի, Մարիամը մեղմորեն ասաց։ Գաբրիելը բարձրացրեց գլուխը, զարմացած։ Մարիամ, նա ճիշտ է։ Ճիշտ չէ։ Գաբրիել, նա ճիշտ է։ Ես չեմ պատկանում քո աշխարհին։ Ես երբեք չեմ պատկանի։ Եվ որքան երկար մնամ, այնքան դժվար կլինի քեզ համար։ Դու ստիպված կլինես ընտրել ինձ այն ամենի մեջ, ինչ դու գիտես։ Ես արդեն քեզ եմ ընտրել։ Իսկ եթե դու զղջաս։ Ես չեմ զղջա։ Բայց կասկածի սերմը ցանվել էր։ Եվ հաջորդ օրերին Մարիամը նկատեց, որ չէր կարողանում Հելենայի խոսքերը հանել գլխից։ Նա հարմար չէ քեզ համար։ Նա տարբեր աշխարհից է։ Տանը Ծիրանուշը նկատեց դստեր փոփոխությունը։ Դու ավելի լուր ես, աղջիկս։ Ինչ որ բան պատահել է։ Մարիամը պատմեց լսած խոսակցության մասին։ Ծիրանուշը լռելիայն լսեց, ապա հոգոց հանեց։ Մարի, դու պետք է մի բան հասկանաս։ Միշտ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ դու բավականաչափ լավը չես։ Միշտ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն քեզ հավատացնել, որ դու արժանի չես երջանկության։
Բայց միակ կարծիքը, որը կարող է, քոնն է նրա։ Իսկ եթե նա փորձի մեզ բաժանել, ապա դու պայքարում ես։ Եթե արժե, դու պայքարում ես։ Բայց Հելենա Ավետիսյանը հեշտությամբ հանձնվողներից չէր։ Մեկ շաբաթ անց Մարիամը զանգ ստացավ անհայտ համարից։ Երբ պատասխանեց, անմիջապես ճանաչեց ձայնը։ Օրիորդ Սարգսյան, սա Հելենա Ավետիսյանն է։ Մենք պետք է խոսենք։ Մարիամի սիրտը արագացավ։ Ինչի՞ մասին։ Իմ որդու մասին։ Հանդիպեք ինձ վաղը, կեսօրին, այգու սրճարանում։ Միայնակ։ Մարիամը գիտեր, որ պետք է Գաբրիելին պատմեր, բայց ինչ-որ բան խանգարեց նրան։ Միգուցե հետաքրքրություն էր։ Միգուցե այդ կնոջը միայնակ դիմակայելու անհրաժեշտությունն էր, ինքն իրեն ապացուցելու համար, որ բավականաչափ ուժեղ է։ Հաջորդ օրը Մարիամը այգու սրճարան հասավ 10 րոպե շուտ։ Դա էլեգանտ վայր էր կենտրոն թաղամասում, մարմարյա սեղաններով, փողկապով, մատուցողներով։ Հելենան արդեն այնտեղ էր, նստած անկյունի սեղանին, անթերիս կոստյումով, մազերը հավաքված, սառը աչքերով ուսումնասիրելով Մարիամին հենց մուտքից։ Նստեք, Հելենան ասաց, երբ Մարիամը մոտեցավ։ Մարիամը նստեց, մեջքը ուղիղ պահելով, հրաժարվելով վախ ցուցադրելուց։ Ես ուղղակիորեն կխոսեմ, Հելենան սկսեց։ Դուք հարմար չեք իմ որդուն։ Բառերը ցավեցրին, բայց Մարիամը թույլ չտվեց, որ դա երա։ Ամբողջ հարգանքով, տիկին, դա ձեր որոշումը չէ։ Հելենան ժպտաց, բայց այդ ժպիտում ջերմություն չկար։ Դուք միամիտ եք։ Կարծում եք, որ սերը բավարար է։ Գաբրիելը պատասխանատվություններ ունի։ Մի կայսրություն ղեկավարելու։ Նրան պետք է մեկը, ով հասկանում է այդ աշխարհը, ով կարող է վստահորեն շարժվել դրանում։ Դուք անհարմար եք զգում պարզ ճաշի ժամանակ։ Ինչպես եք կարծում, թե ինչպես կդիմանաք գործարար ճաշերին, բարեգործական միջոցառումներին, միջազգային ներդրողների հետ հանդիպումներին։ Ես կարող եմ սովորել։ Կարող եք։ Բայց դա երբեք ձեզ համար բնական չի լինի։ Միշտ կզգաք, որ չեք պատկանում։ Եվ գիտեք, թե դա ինչ կանի Գաբրիելի հետ։ Դա կսահմանափակի նրան։ Նա ստիպված կլինի ընտրել ձեզ այն կյանքի միջ, որի համար նա դաստիարակվել է։ Եվ եթե նա ընտրի ձեզ, նա կզղջա։ Միգուցե ոչ այսօր, միգուցե ոչ վաղը, բայց 10 տարի հետո, երբ հետ նայի տեսնի այն ամենը, ինչ կորցրել է, նա կզղջա։ Եվ դուք ստիպված կլինեք ապրել դրա հետ։ Մարիամը զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Ինչու եք դա անում։ Որովհետև ես սիրում եմ իմ որդուն։ Եվ ես գիտեմ, թե ինչն է լավագույնը նրա համար։ Հելենան բացեց իր պայուսակը, ծրար հանեց։ Դրեց սեղանին։ Այստեղ 50,000 դրամ կա։ Դա բավական է, որպեսզի դուք վճարեք ձեր մոր պարտքերը, 1 տարվա վարձը մարեք, նոր կյանք սկսեք։ Այն ամենը, ինչ դուք պետք է անեք, դա Գաբրիելի կյանքից դուրս գալն է։ Անհետանալը։ Եթե դուք իսկապես սիրում եք նրան, կանեք այն, ինչ լավագույնն է նրա համար։ Մարիամը նայեց ծրարին, ապա Հելենային։ Տիկինը կարծում է, որ կարող է ամեն ինչ գնել։ Կարող եմ շատ բաներ գնել։ Բայց չեք կարող սեր գնել։ Ոչ։ Բայց կարող եմ իմ որդուն փրկել իր կյանքի ամենամեծ սխալը կատարելուց։ Մարիամը վեր կացավ, դողալով զայրույթից ցավից։ Ես չեմ ընդունի ձեր գումարը։ Եվ ես չեմ դուրս գա նրա կյանքից, որովհետև տիկինը հրամայեց։ Հելենան նայեց նրան սառը աչքերով։ Ապա դուք ավելի եսասեր եք, քան ես կարծում էի։ Որովհետև եթե իսկապես սիրեիք Գաբրիելին, նրա երջանկությունը ձերից վեր կդնեիք։ Բառերը Մարիամին հարվածեցին որպես կրակոց։ Նա դուրս եկավ սրճարանից առանց հետ նայելու, բայց Հելենայի խոսքերը արձագանքում էին իր մտքում։ Եթե իսկապես սիրեի Գաբրիելին, նրա երջանկությունը կդնեի իմից վեր։ Այդ գիշեր Մարիամը չկարողացավ քնել։ Հելենայի խոսքերը խառնվում էին իր սեփական անապահովությունների հետ։ Իսկ եթե նա ճիշտ էր։ Իսկ եթե Մարիամը եսասեր էր։ Իսկ եթե Գաբրիելի հանդեպ իր սերը իրականում վնասում էր նրա ապագան։ Հաջորդ առավոտ, երբ հասավ վերնահարկ, Գաբրիելը շողշողում էր։ Մարիամ, ես քեզ համար անակնկալ ունեմ։ Նա նրան տարավ հյուրասենյակ, որտեղ սեղանին մի մեծ տուփ կար։ Բացիր։ Մարիամը բացեց։
Ներսում մուգ կապույտ զգեստ կար, էլեգանտ, զուսպ, բայց ակնհայտորեն թանկ։ Շաբաթ օրը բարեգործական միջոցառում կա։ Ես ուզում եմ, որ դու ինձ հետ գնաս։ Ուզում եմ պաշտոնապես ներկայացնել քեզ։ Ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ դու այն կինն ես, ում ես սիրում։ Մարիամի սիրտը կոտրվեց։ Որովհետև նա գիտեր, որ չէր կարող դա անել։ Չէր կարող Գաբրիելին ենթարկել դատապարտման, չէր կարող սահմանափակել նրան, չէր կարող լինել այն պատճառը, որ նա ամեն ինչ կկորցներ։ Գաբրիել, ես չեմ կարող գնալ։ Ինչո՞վ։ Որովհետև ես չեմ պատկանում այդ աշխարհին։ Մարիամ, նորից մի սկսիր դա։ Միայն դա չէ։ Քո մայրը ճիշտ է։ Ես քեզ հետ կպահեմ։ Դու արժանի ես մեկին, ով կարող է քայլել քո կողքին, առանց քո կյանքի վրա բեռ լինելու։ Ինչ ասաց մայրս քեզ։ Մարիամը շեղեց հայացքը։ Գաբրիելը բռնեց նրա դեմքը, ստիպելով նրան նայել իրեն։ Ինչ ասաց նա։ Նա ինձ փող առաջարկեց քո կյանքից դուրս գալու համար։ Զայրույթը անցավ Գաբրիելի դեմքով։ Եվ դու ընդունեցիր։ Ոչ։ Բայց նա մի բանում ճիշտ է։ Ես լավը չեմ քեզ համար։ Կանգնիր։ Դադարիր դա ասել։ Գաբրիել, նայիր մեզ։ Նայիր, թե որքան տարբեր ենք մենք։ Դու ունես կայսրություն, պատասխանատվություններ, արդեն նախագծված ապագա։ Ես ունեմ պարտքեր, հիվանդ մայր, վարձակալած բնակարան Էրեբունիում։ Ինչպես կարող է սա հաջողվել։ Հաջողվում է, որովհետև ես սիրում եմ քեզ։ Եվ դու ինձ ես սիրում։ Մնացածը կլուծենք։ Իսկ եթե չլուծվի։ Իսկ եթե 10 տարի հետո դու հետ նայես զղջաս։ Մարիամ, միակ բանը, որի համար ես կզղջամ, եթե քեզ բաց թողնեմ։ Բայց Հելենայի խոսքերը իրենց ազդեցությունն էին թողել։ Կասկածը ցանվել էր, աճելով, ամեն ինչ թունավորելով։ Եվ այդ գիշեր, մենակ տանը, Մարիամը կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նա պատրաստվում էր թողնել Գաբրիելին։ Ոչ թե այն պատճառով, որ չէր սիրում նրան, այլ հենց այն պատճառով, որ սիրում էր։ Եթե իսկապես սիրեի Գաբրիելին, նրա երջանկությունը կդնեի իմից վեր։ Եվ լուսադեմի լռության մեջ, մինչ արցունքները թրջում էին բարձը, Մարիամը սկսեց պլանավորել, թե ինչպես հրաժեշտ տա միակ տղամարդուն, ում նա երբեք իսկապես սիրել էր։ Որովհետև երբեմն սիրել նշանակում է բաց թողնել։ Նույնիսկ եթե դա սիրտը միլիոնավոր կտորների է բաժանում։ Որոշումը կայացված էր, բայց այն իրականացնելը այլ պատմություն էր։ Մարիամը հաջորդ օրերն անցկացրեց, խուսափելով Գաբրիելից, պատճառաբանություններ հորինելով, վերնահարկ չգնալու համար, սառը հեռու հաղորդագրություններ ուղարկելով։ Նա գիտեր, որ վաղկոտ էր, որ պետք է դիմակայեր նրան ճշմարտությունն ասեր, բայց քաջություն չուներ։ Ինչպես հրաժեշտ տալ այն մարդուն, ով սովորեցրել էր նրան զգալ, ով ստիպել էր նրան հավատալ, որ արժանի է երջանիկ լինելու։ Գաբրիելը անմիջապես նկատեց փոփոխությունը։ Զանգահարում էր, հաղորդագրություններ ուղարկում, խնդրում էր խոսել։ Մարիամը շեղող պատասխաններ էր տալիս։ Զբաղված եմ։ Մայրս ինձ պետք է։ Հետո կխոսենք։ Բայց հետոն երբեք չէր գալիս։ Վերջապես Ռաֆայելն էր, ով դիմակայեց Գաբրիելին։ Ընկեր, ինչ է կատարվում քո Մարիամի մեջ։ Գաբրիելը վերնահարկի գրասենյակում էր, 1 ժամում 10-րդ անգամ նայելով բջջային հեռախոսին։ Ես չգիտեմ։ Նա ինձանից խուսափում է։ Դու ինչ-որ բան արել ես։ Ոչ։ Համենայն դեպս, ես չգիտեմ։ Ամեն ինչ լավ էր, հանկարծ նա պարզապես անհետացավ։ Ռաֆայելը մի պահ լռեց, մտածկոտ։ Դու մորթ պատմել ես նրա մասին։ Պատմել եմ։ Եվ ինչպես նա արձագանքեց։ Ինչպես պատկերացնում ես։ Ասաց, որ Մարիամը հարմար չէ, որ ես իմ կյանքը վատնում եմ։ Եվ դու կարծում ես, որ քո մայրը խոսել է նրա հետ։ Գաբրիելը կանգ առավ։ Այդ հնարավորությունը նրա մտքով չէր անցել, բայց հիմա ամեն ինչ իմաստ ուներ։ Եթե նա դա արել է, ես երդվում եմ, հանգստացիր։ Դու պետք է նախ խոսես Մարիամի հետ։ Պարզիր, թե իրականում ինչ է կատարվում։ Բայց Մարիամը չէր պատասխանում զանգերին։ Չէր պատասխանում հաղորդագրություններին։ Նա հեռանում էր, դանդաղ միտումնավոր, դա սպանում էր Գաբրիելին։ Մինչ որ, մի շաբաթ առավոտ, նա որոշեց գնալ նրա տուն։
Գաբրիելը երբեք չէր եղել Մարիամի բնակարանում։ Նա միշտ խուսափել էր, ասելով, որ այն փոքր է, պարզ, որ նա իրեն հարմարավետ չի զգա։ Բայց Գաբրիելին չէր հետաքրքրում։ Նա պարզապես ուզում էր տեսնել նրան, հասկանալ, թե ինչ էր պատահել։ Երբ հասավ Էրեբունիի շենք, հյուսիսային պողոտայի իր վերնահարկի հետ հակադրությունը ցնցող էր։ Պատերը գեղապատ, ներկը խունացած, միջանցքում խոնավության հոտ։ Գաբրիելը բարձրացավ աստիճաններով, գտավ բնակարանը, թակեց դուռը։ Սիրանուշը բացեց։ Նա զարմանքով նայեց Գաբրիելին, բայց ոչ թշնամաբար։ Դուք պետք է Գաբրիելը լինեք։ Ես եմ։ Մարիամն այստեղ է։ Այստեղ է։ Բայց չգիտեմ, թե արդյոք նա կցանկանա ձեզ տեսնել։ Խնդրում եմ։ Ես պետք է խոսեմ նրա հետ։ Սիրանուշը հոգոց հանեց, ապա հեռացավ, թույլ տալով նրան ներս մտնել։ Բնակարանը հենց այնպիսին էր, ինչպիսին Գաբրիելը պատկերացրել էր։ Փոքր, բայց կոկիկ։ Հին կահույք, բայց մաքուր։ Սեր կար այդ վայրում, նույնիսկ իր պարզության մեջ։ Մարիամը հայտնվեց խոհանոցից սառեց, երբ տեսավ Գաբրիելին։ Ինչ ես անում այստեղ։ Դու չես պատասխանում ինձ։ Չես պատասխանում իմ հաղորդագրություններին։ Ինչ պետք է անեի։ Մարիամը նայեց մորը։ Սիրանուշը հասկացավ ուղերձը։ Ես կգնամ սենյակ։ Դուք պետք է խոսեք։ Երբ նրանք մենակ մնացին, Գաբրիելը մոտեցավ, բայց Մարիամը հետ քաշվեց։ Ոչ։ Մարիամ, ինչ է պատահել։ Ինչ եմ արել։ Դու ոչինչ չես արել։ Ես եմ։ Ես չեմ կարող շարունակել սա։ Ինչ շարունակել։ Մեզ։ Մենք չկանք, Գաբրիել։ Երբեք էլ իրականում չենք եղել։ Մենք տարբեր աշխարհներից ենք։ Ես պարզապես ինձ խաբում էի։ Դա սուտ է։ Դու գիտես, որ այդպես է։ Ոչ։ Քո մայրը ճիշտ է։ Ես հարմար չեմ քեզ համար։ Ես քեզ կխանգարեմ, քեզ հետ կպահեմ, կստիպեմ քեզ կորցնել այն ամենը, ինչ կառուցել ես։ Մայրս խոսել է քեզ հետ։ Դա հարց չէր։ Մարիամը իջեցրեց աչքերը։ Խոսել է։ Եվ դու հավատացիր։ Հավատացիր այն ամենին, ինչ նա ասաց։ Նա պարզապես ճշմարտությունն ասաց, Գաբրիել։ Մի ճշմարտություն, որը ես փորձում էի անտեսել։ Մենք չենք ստացվում։ Քեզ պետք է մեկը քո մակարդակից, մեկը, ով կհասկանա քո աշխարհը։ Ես չեմ ուզում մեկին իմ մակարդակից։ Ես քեզ եմ ուզում։ Գաբրիելի ձայնը արձագանքեց փոքրիկ բնակարանում։ Մարիամը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Դու չես հասկանում։ Եթե ես մնամ, դու ամեն ինչ կկորցնես։ Քո ընկերությունը, քո ժառանգությունը, մարդկանց հարգանքը։ Ես չեմ կարող դա անել քեզ հետ։ Եվ դու կարծում ես, որ առանց քեզ ես ինչ-որ բան ունեմ։ Դու կարծում ես, որ ընկերություն, ժառանգություն, հարգանք նշանակում են ինչ-որ բան, եթե ես ներսից դատարկեմ։ Գաբրիելը մոտեցավ, բռնեց նրա ձեռքերը։ Մարիամ, քեզանից առաջ ես ապրում էի, բայց չէի ապրում։ Ես գոյություն ունեի։ Կատարում էի պարտականություններ, գործարքներ էի կնքում, անում էի այն, ինչ ինձնից սպասվում էր։ Բայց երջանիկ չէի։ Ես նույնիսկ չգիտեի, թե ինչ է երջանկությունը։ Մինչ դու ինձ նորից սովորեցրիր զգալ։ Դու ինձ ամեն օր արթնանալու պատճառ տվեցիր։ Գաբրիել, ես չեմ կարող լինել քո պատճառը։ Դա շատ մեծ պատասխանատվություն է։ Դու իմ պատճառը չես։ Դու իմ ընտրությունն ես։ Եվ ես քեզ եմ ընտրում ամեն օր։ Ոչ թե որովհետև կարիք ունեմ, այլ որովհետև ուզում եմ։ Գաբրիելի խոսքերը ներթափանցեցին Մարիամի պաշտպանական պատնեշները, բայց վախը դեռ այնտեղ էր, ամուր։ Իսկ եթե սխալ ընթանա։ Իսկ եթե ճիշտ ընթանա։ Նրանք լռեցին, երկուսն էլ լացում էին, երկուսն էլ բռնած էին մեկը մյուսի ձեռքերը, կարծես դրանք միակ ամուր բաներն էին քանդվող աշխարհում։ Վերջապես Գաբրիելն ասաց. Մարիամ, ես ամեն ինչից կհրաժարվեմ։ Ինչ։ Ընկերությունից, փողից, այն կյանքից, որ ունեի։ Ես կհրաժարվեմ։ Ամեն ինչ կտամ մորս, բաժնետերերին, ով ուզի։ Եվ նորից կսկսեմ։ Ինձ հետ քեզ հետ։ Մարիամը լայն բացեց աչքերը։
Գաբրիել, դու չես կարող դա անել։ Կարող եմ։ Եվ կանեմ։ Որովհետև այս ամենը կարող չէ, եթե ես չունենամ քեզ։ Դու կզղջաս։ Չեմ զղջա։ Միակ բանը, որի համար ես կզղջամ, եթե քեզ կորցնեմ։ Եվ մինչ Մարիամը կհասցներ բողոքել, Գաբրիելը ծնկի իջավ այնտեղ Էրեբունիի փոքրիկ բնակարանի հատակին։ Մարիամ Սարգսյան, ես հիմա մատանի չունեմ, գեղեցիկ ելույթ չեմ պատրաստել, ռոմանտիկ վայր չեմ ընտրել։ Բայց մի բանում վստահ եմ։ Ես սիրում եմ քեզ։ Ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, դա քեզ ապացուցելով։ Ամուսնացիր ինձ հետ։ Մարիամը ձեռքերով ծածկեց բերանը, հեկեկալով։ Գաբրիել, դու խելագար ես։ Լիովին։ Քեզ համար։ Իսկ եթե քո մայրը քեզ ժառանգությունից զրկի, ապա ես կաշխատեմ։ Ես կգրեմ, ես կդասավանդեմ, ես կանեմ ամեն ինչ։ Բայց ես դա կանեմ քո կողքին։ Մարիամը նայեց իր արջը ծնկի իջած այդ մարդուն։ Հզոր ձեռնարկատերը, ով ամեն ինչից կհրաժարվեր սիրո համար։ Եվ վերջապես, նա հասկացավ։ Դա արժանիքի մասին չէր։ Դա բավականաչափ լավը լինելու մասին չէր։ Դա ընտրության մասին էր։ Գաբրիելն ընտրում էր նրան։ Եվ նա նույնպես կարող էր ընտրել։ Այո, նա շշնջաց։ Այո, ես կամուսնանամ քեզ հետ։ Գաբրիելը վեր կացավ համբուրեց նրան։ Մի համբույր, լի խոստումներով, հույսով, նոր սկզբով։ Սիրանուշը դուրս եկավ սենյակից, աչքերը լցված։ Ես գիտեի, որ դուք կլուծեք։ Գաբրիելը ժպտաց նրան։ Տիկին Սիրանուշ, ես կխնամեմ ձեր դստերը։ Խոստանում եմ։ Ես գիտեմ, որդիս։ Ես դա տեսել եմ առաջին իսկ օրվանից, երբ նա տուն եկավ, քո մասին խոսելով։ Հաջորդ օրերին Գաբրիելը կատարեց իր խոստումը։ Պաշտոնապես հրաժարվեց ընկերության նախագահությունից, վերահսկողությունը փոխանցելով վարչական խորհրդին։ Ֆինանսական կարողության մեծ մասը նվիրաբերեց բարեգործական հաստատություններին։ Միայն բավարար պահեց արժանապատվորեն ապրելու համար։ Եվ տուն գնեց։ Ոչ թե շքեղ վերնահարկ, այլ պարզ տուն Երանի ծայրամասում, այգու մոտ, փոքրիկ բակով։ Նրա պապի հին տունը, որը տարիներ շարունակ լքված էր եղել։ Երբ նա տունը ցույց տվեց Մարիամին, նա լացեց։ Դա կատարյալ է։ Դա մերն է։ Նրանք տեղափոխվեցին միասին, Մարիամը Սիրանուշը։ Գաբրիելը պնդեց, որ Սիրանուշը մնա իրենց հետ, ծեր կինը համաձայնեց, ուրախ տեսնելով դստերը վերջապես խաղաղության մեջ։ Գաբրիելը սկսեց գրել։ Մի բան, որը նա միշտ ցանկացել էր անել, բայց երբեք ժամանակ չէր ունեցել։ Մարիամը բացեց փոքրիկ համայնքային ֆիզիոթերապիայի կլինիկա, սպասարկելով ցածր եկամուտ ունեցող մարդկանց, ովքեր մուտք չունեին համապատասխան բուժման։ Կյանքը պարզ էր, բայց իրական էր։ Դա նրանցն էր։ Բայց Հելենա Ավետիսյանը վերջին խոսքը չէր ասել։ 6 ամիս անց, անձրոտ կեսօրին, հեռախոսը զանգահարեց։ Դա մի համար էր, որին Գաբրիելը ամիսներ շարունակ չէր զանգել։ Ալո։ Գաբրիել։ Դա քո մայրն է։ Ձայնը տարբեր էր։ Ավելի քիչ սուր։ Գրեթե փխրուն։ Մայրիկ։ Ես պետք է քեզ տեսնեմ։ Խնդրում եմ։ Գաբրիելը նայեց Մարիամին, ով խոհանոցում սուրճ էր պատրաստում։ Նա գլխով արեց։ Որտեղ։ Տանը։ Վաղը։ Հաջորդ օրը Հելենան եկավ զուսպ մեքենայով, առանց վարորդի։ Նա ավելի փոքր, ավելի ծեր էր թվում։ Հագած էր պարզ հագուստ, առանց նախկին շքեղ զարդերի։ Երբ Գաբրիելը բացեց դուռը, նա տատանվեց։ Կարող եմ ներս մտնել։ Գաբրիելը հեռացավ, թույլ տալով նրան անցնել։ Մարիամը հյուրասենյակում էր, լարված։ Սիրանուշը գնացել էր սենյակ, գաղտնիություն տալով։ Հելենան շուրջը նայեց, պարզ տանը, համեստ դեկորացիային։ Այսպիսով, այստեղ ես հիմա ապրում։ Այո։ Եվ ես երջանիկ եմ այստեղ։ Հելենան շրջվեց դեպի Մարիամը։ Կարող եմ խոսել ձեզ հետ։ Միայնակ։ Մարիամը նայեց Գաբրիելին, ով գլխով արեց։ Նրանք դուրս եկան փոքրիկ բակ։ Անձրը դադարել էր, օդում թողնելով թաց հողի հոտը։
Հելենան խորը շունչ քաշեց։ Ես եկա ներողություն խնդրելու։ Մարիամը թարթեց աչքերը, զարմացած։ Ես ամբողջ կյանքս կարծում էի, որ գիտեմ, թե ինչն է լավագույնը Գաբրիելի համար։ Ես նրան դաստիարակեցի ուժեղ լինելու, երբեք թուլություն չցուցաբերելու, ամեն ինչ վերահսկելու համար։ Եվ այդ ընթացքում ես նրան վերածեցի ինձ նման մեկի, որ չնկատեցի, որ սպանում էի նրա մարդկայնությունը։ Հելենան սրբեց հոսող արցունքը։ Երբ դու հայտնվեցիր, ես քեզ սպառնալիք համարեցի։ Կարծում էի, որ դու կխլես նրանից այն ամենը, ինչ ես կառուցել էի։ Բայց ես սխալվում էի։ Դու նրան տվեցիր միակ բանը, որը ես երբեք չկարողացա տալ։ Դու նրան սովորեցրիր երջանիկ լինել։ Մարիամը չգիտեր, թե ինչ ասեր։ Ես սարսափելի մայր էի, Հելենան շարունակեց։ Ես սառը, պահանջկոտ, դաժան էի։ Ես հեռացրի իմ միակ որդուն։ Եվ հիմա ես մենակ եմ։ Ամուսինս ինձ թողեց, ընկերներս պարզապես շահախնդիր էին, իսկ Գաբրիելը միակ մարդը, ով իսկապես կարող էր, հեռու է իմ մեղքով։ Նա ուղիղ նայեց Մարիամին։ Դուք պարտադիր չէ, որ ինձ ներեք։ Ես արժանի չեմ։ Բայց ես պետք է, որ դուք իմանաք, որ ես սխալվում էի։ Ամեն ինչում։ Դուք հենց այն եք, ինչ պետք է Գաբրիելին։ Դուք նրան լրացնում եք այնպես, ինչպես ես երբեք չհասկացա։ Մարիամը զգաց, թե ինչպես է սիրտը փափկում։ Նա գիտեր, թե ինչ է սխալներ կրելը, գիտեր, թե ինչ է ընտրությունների համար զղջալը։ Բոլորն էլ երկրորդ հնարավորության արժանի են, նա մեղմորեն ասաց։ Եթե Գաբրիելը ձեզ ներում է, ես էլ եմ ներում։ Հելենան հեկեկած, մի հզոր կին վերջապես թույլ տալով իրեն խոցելի լինել։ Երբ նրանք վերադարձան ներս, Գաբրիելը սպասում էր։ Մայրիկ։ Հելենան նայեց որդուն, աչքերը կարմրած։ Գաբրիել, ես շատ եմ ցավում։ Ամեն ինչի համար։ Այդքան սառը ձով քեզ դաստիարակելու, քո կյանքը վերահսկելու փորձերի, քո երջանկությունը գրեթե ոչնչացնելու համար։ Ես պարզապես ուզում եմ, որ դու իմանաս, որ չնայած ամեն ինչին, ես սիրում եմ քեզ։ Եվ ես կհարգեմ քո ընտրությունները։ Բոլորը։ Գաբրիելը մոտեցավ մորը, առաջին անգամ տարիներ շարունակ գրկեց նրան։ Ես էլ եմ քեզ սիրում, մայրիկ։ Եվ այնտեղ, այդ պարզ տանը, երեք մարդ սովորեցին, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, ներելու, սերը հպարտության փոխարեն ընտրելու համար։ 3 ամիս անց, մի արոտ գարնանային առավոտ, Գաբրիելը Մարիամն ամուսնացան։ Արարողությունը տանն էր, բակում, որը նրանք վերածել էին փոքրիկ այգու։ Չկար թանկարժեք դեկորացիա, ոչ էլ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ոչ էլ հարյուրավոր հյուրեր։ Ներկա էին միայն այն մարդիկ, ովքեր իսկապես կարող էին։ Սիրանուշը շողշողուն, վերջապես տեսնելով դստերը երջանիկ։ Ռաֆայելը, լավագույն ընկերը, ով երբեք չէր կասկածել։ Ջուլիան, ով Մարիամին տվել էր այն աշխատանքը, որը փոխել էր ամեն ինչ։ Հելենան, զուսպ նստած հետում, դանդաղ սովորելով լինել իսկական ընտանիքի մաս։ Եվ Մարիամի կլինիկայի երեխաները, ովքեր երգեցին մի պարզ աններդաշնակ երգ, բայց լի սիրով։ Մարիամը հագած էր պարզ սպիտակ զգեստ, առանց քողի, առանց շքեղության։ Գաբրիելը կոստյումով էր, բայց առանց փողկապի, հանգիստ, երջանիկ։ Երբ երթումների ժամանակը եկավ, Գաբրիելը բռնեց Մարիամի ձեռքերը։ Մարիամ, ես քեզ ճանաչեցի իմ կյանքի ամենամութ պահերից մեկում։ Ես կոտրված էի, ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Ես մոռացել էի, թե ինչ է զգալը, ինչ է ապրելը։ Դու ինձ բուժեցիր։ Ոչ միայն մարմինը, այլ հոգին։ Դու ինձ սովորեցրիր, որ ճշմարիտ ուժը երբեք չընկնելը չէ, այլ վեր կենալու քաջություն ունենալը։ Որ խոցելիությունը թուլություն չէ, այլ ամենամեծ քաջությունը։ Ես խոստանում եմ սիրել քեզ, հարգել քեզ, պատվել քեզ, իմ կյանքի ամեն օրը։ Որովհետև դու լավագույն ընտրությունն ես, որ ես երբե արել եմ։ Մարիամը լացում էր, երբ իր հերթը եկավ։ Գաբրիել, ես ամբողջ կյանքս վախի մեջ անցկացրի։ Վախենում էի վստահելուց, վախենում էի կախված լինելուց, վախենում էի սիրելուց։ Ես այնքան բարձր պատեր էի կառուցել, որ նույնիսկ ինքս չէի կարողանում բարձրանալ։ Բայց դու, համբերությամբ, բարությամբ, քանդեցիր դրանցից յուրաքանչյուրը։ Դու ինձ սովորեցրիր, որ սիրելը ուժը կորցնել չէ, այլ այն մեկ ուրիշի մեջ գտնելը։ Որ վստահելը թուլություն չէ, այլ քաջություն։ Ես խոստանում եմ սիրել քեզ, հեշտ օրերին, դժվար օրերին։
Երբ ամեն ինչ ճիշտ լինի, երբ ամեն ինչ սխալ լինի։ Որովհետ դու իմ ընտրությունն ես, այսօր միշտ։ Քահանան ժպտաց. Գաբրիել Մարիամ, ինձ տրված իշխանությամբ, ես ձեզ հայտարարում եմ ամուսին կին։ Կարող եք համբուրել հարսին։ Եվ այնտեղ սիրով, ընդունելությամբ, հույսով շրջապատված Գաբրիելը Մարիամը համբուրվեցին։ Մի համբույր, որը կնքում էր ոչ միայն ամուսնությունը, այլ նոր սկզբի խոստումը։ Խնջույքը պարզ էր։ Երաժշտություն, բարձրախոսից, տնական ուտելիք, Սիրանուշի հարանների պատրաստած ծիծաղներ, զրույցներ, մաքուր ուրախություն։ Եվ երբ արը սկսեց մայր մտնել, Գաբրիելը Մարիամին տարավ բակի մի անկյուն։ Ես քեզ համար մի բան ունեմ։ Նա գրպանից հանեց մի փոքրիկ տուփ։ Ներսում մատանի կար։ Այն թանկ չէր, մեծ ադամանդներ չուներ։ Դա նրա տատիկի մատանին էր, պարզ, փոքրիկ կանաչ քարով։ Դա իմ տատիկինն էր։ Միակ մարդը, ով ինձ անվերապահորեն սիրում էր քեզանից առաջ։ Նա ինձ սովորեցրեց, որ ճշմարիտ սերը թանկարժեք բաների մեջ չէ, այլ պատմություն, իմաստ ունեցող բաների մեջ։ Մարիամը դրեց մատանին, այն կատարելապես տեղավորվեց։ Դա կատարյալ է։ Քեզ պես։ Հաջորդող ամիսները Մարիամի Գաբրիելի կյանքի ամենաերջանիկն էին։ Նրանք աշխատում էին, ծիծաղում, միասին կյանք էին կառուցում։ Սիրանուշը զգալիորեն բարելավվեց, հասանելիություն ունենալով լավագույն բուժումներին։ Հելենան սկսեց պարբերաբար այցելել, դանդաղ սովորելով լինել մայր, այժմ սկեսուր։ Եվ երբ Մարիամը հայտնաբերեց, որ հղի է, ամուսնությունից 7 ամիս անց երջանկությունը լիակատար էր։ Գաբրիելը լացեց, երբ նա պատմեց։ Լացեց ուրախությունից, երախտագիտությունից, սիրուց։ Մենք ծնող ենք լինելու։ Կլինենք։ Եվ մենք այլ կերպ կանենք։ Մենք մեր երեխային կսովորեցնենք զգալ, սիրել, մարդ լինել, նախքան որևէ այլ բան լինելը։ Եվ այսպես, Երանի երկնքի տակ երկու կոտրված հոգիներ, որոնք հանդիպեցին քաոսի մեջտեղում, կառուցեցին մի բան, որը ոչ փողը, ոչ իշխանությունը, ոչ էլ հասարակությունը չէր կարող քանդել։ Նրանք կառուցեցին ճշմարիտ սեր։ Նրանք կառուցեցին ընտանիք։ Նրանք կառուցեցին տուն։ Որովհետև ի վերջո կարևոր չէ, թե որտեղից ես գալիս, որքան փող ունես, կամ որ աշխարհին ես պատկանում։ Կարևոր է, թե ում ես ընտրում սիրել։ Եվ ինչպես ես ընտրում սիրել։ Եվ Գաբրիելը Մարիամը ընտրեցին սիրել ճշմարտությամբ, քաջությամբ, երկու սրտերի ամբողջ ինտենսիվությամբ, որոնք գրեթե կորել էին, բայց վերջապես գտան միմյանց։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Գաբրիելի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։